Երկար էի մտածում, խոսել թե լռել, բայց Արիանան Արցախից էր, երբ առաջի անգամ գնաց առաջի դասարան։ Սեպտեմբերի 19-ին բլոկադայի ծնված Էդուարդին թողեց տանը, գնացի դպրոց ու սկսվեց պատերազմը։ Պատերազմ, որ չուներ պատասխան, պատերազմ, որ զոհվում էին, այնուհետև բենզինի լցակայանի զոհվեցին երկար շատ հայրենակիցներ։ Ինչ կարգավիճակ են ունենալու մեր բենզինի պայթունի հետևանքով մահացած, թե ասեմ, զոհված ասեմ, ընտանիքները, արդյոք իմ Արիաննան գնալու է Արցախ, մենք այդ ոգով ենք ապրում։ Եվ ինչպես եք տեսնում Արցախ գնալու մեր ճանապարհը։ Հարցս, ինչու մինչ այսօր դուք նախագահ չեք, որ արցախցիները այսքան թևաթափ չլինեին։ Որպես արցախցի խնդրում եմ եւ պահանջում եմ, մեզ ղեկավար ընտրվեք մեր կողմից եւ մի վարչապետի, ում նախագահած տարիների միայն ունեցել ենք պարտություն։ Չեմ ուզում մեր զինվորները այսքան արյունը թափված լինի անիմաստ։ Ես ուզում եմ, որ մեր զոհվածների հոգին լինի հանգիստ, ես գնամ իմ դպրոց, շարունակեմ իմ մանկավարժական ուղին։ Շնորհակալություն։ Այսօր դա կախված է ձեզանից նաև։ Նաև ձեզանից է կախված, թե ինչ ընտրություն եք անելու։ Դուք հարց տվեցիք, ինչու դուք չեք նախագահ։ Ես եղել եմ նախագահ 10 տարի եւ չի եղել պատերազմ, եղել է խաղաղություն, եղել է լուրջ տնտեսական աճ։ Ես համարել եմ, որ իմ պարտքս կատարել եմ, սահմանադրական ժամկետը լրացել է, երկրորդ անգամ ես ընտրվել եմ, ընտրվելուց հետո թողել եմ եւ հանգիստ խղճով գնացել եմ այլ գործերի։ Հիմա պարզվեց, որ հանգիստ խղճով չպիտի գնայի այլ գործերի։ Բայց ես չէի կարող կանխատեսեի 2008 թվականին, թե կարող է 18 թվականին լինի այն կարգի իշխանափոխություն, որը ուղղակի այս աղետը կբերի մեր գլխին։ Ես համոզված եմ, որ Ղարաբաղի հարցը, Արցախի հարցը բանակցային գործընթացով հանգիստ կարելի էր բերել, իսկապես լավ ավարտին։ Ամեն ինչ դրան էր գնա։ Եթե չհայտնվեին մի քաղաքական միավոր, մի մարդ, որը համարեց, որ ինքը ամեն ինչի մասնագետ է։ Բոլորից լավ է հասկանում։ Ինչ ուզի կարա անի, կարա զորայական կետից սկսի, կարա ինչ որ գնա ինչ որ թուղթ ստորագրի, այս անի, այն անի, եւ ինքը համարեց, որ Արցախի ժողովրդի ճակատագիրը ինքը մենակ կարող է գնալ եւ այդ ճակատագրի հարցը լուծել։ Թեկուզ 18 թվականին հրապարակում հայտարարել է, չէ, որ Սաբանը, որ առանց ժողովրդի հետ քննարկելու որևէ քայլ չի արվելու Արցախի հետ կապված։ Գնաց եւ արեց։ Եվ ես ասեմ, ես որոշակի դժգոհություն ունեմ նաեւ այդ տարիների Արցախի ղեկավարությունից։ Դժգոհություն ունեմ, որովհետեւ համարում եմ, որ հենց այն ժամանակ իրենք պետք է շատ հստակ դիրքորոշում ունենային։ Ալ ոչ թե փորձեին այսպես հանկարծ հարաբերություններ չփչացնենք եւ այլ եւ սա բերեց նրան, որ ուղղակի Փաշինյանը թև առավ եւ մտածեց, թե ինչ ուզի Արցախի հետ կարող է անել։ Սա խնդիրներից իդեպ մեկն է եղել, թեկուզ հիմա ընդունված չի դրա մասին խոսալ, երևի ժամանակը չի դրա մասին խոսալ, բայց սա եւս խնդիր է։ Հիմա ճակատագրի վերաբերյալ, եթե մնա այս իշխանությունը, ընդհանրապես մոռացեք ամեն ինչի մասին։ Ինչ լուծումներ։ Հիմա մենք ասում ենք հետևյալը։ Հիմա պետք է հասնենք նրան, որ ճանաչվի արցախցիների վերադարձի իրավունք։ Դա իր հետևից բերելով այ գույքային նաև իրավունքների հարց։ Մենք պետք է խոսանք մշակութային ժառանգության մասին։ Եվ ուղղակի հույս ունենանք, որ դրանից հետո, այդ քայլերից հետո
որոշ հնարավորություններ կարող է բացվել։ Բայց խնդրեմը շատ լուրջ է։ Չեմ կարող երաշխավորված ասել այո, կլուծենք, բայց նաև չեմ տեսնում, որ որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում կարող է այդ փոքր շանսի համար պայքարել ավելի ակտիվ, քան ես կամ Արսունավետ։